Եկեք նոր բաների մասին Բայց այն հանդերձ, որ դուք հանրայինի լուրերը նայում եք, Ես չեմ նայում հանրայինի լուրերը։ Բայց դուք պետք է պաշտոնը նայեք, Այդ ձեզ է թվում ուրեմն, հա, ուրեմն պաշտական պարտականությունները սովորեք, նարեք, նոր ինձ ասեք, ես ինչ եմ պարտավոր անել։ Ես պարտավոր չեմ նայել։ Ես ընդհանրապես պարտավոր չեմ ոչ մի բան նայել։ Ինչ է նշանակում։ Ինչ է նշանակում դուք պարտավոր եք։ Լավ է։ Եթե պարտավոր եք, բան չէ։ Ի պաշտոնե որը նայեմ։ Դու գիտեք քանի հեռարձակողներ ունեք 83, այսինքն 24 ժամ ես ինչ որ բան։ Ոչ, ես չեմ նայում, դուք ասում եք դուք, ես չեմ նայում։ Մոնիտորինգ արվում է, իհարկե արվում է։ Եվ մենք մոնիտորինգ ենք անում նաև TV5-ը։ Որևէ անգամ դուք լսել եք, մենք ձեր բովանդակության առումով ձեզ նկատողություն անենք։ Մեր մոտ խմբագրական քաղաքականությունը ազատ են իրագործում, չեք հասկանում։ Հասկանում ենք, չէ՞ բոլորը։ Դե բոլորին ազատ եք թողել, որ հիմա Armenia TV-ն սերիալը հրապարակում, որ Այո, ես չեմ ազատ։ Կինը ինքն իրեն սկսում է ապտակել։ Ինչու է նման բովանդակություն։ Խտրականության համար եւ բռնություն ցուցադրելու համար երկու անգամ տուգանվել է բարեկամներ մենք տեսնում ենք այսինքն 24 ժամ աշխարհում որևէ մեկը учите мать часть ռուսները ասում են Նարեկ ջան հա մենք դիտարկում ենք ամիսը 5 օր յուրաքանչյուր հեռուստաընկերություն մեր մոտ ամբողջ աշխարհում եւ մեր մոտ ամեն մի հեռուստա ամեն մի լիցենզավորված հեռարձակող մշտադիտարկվում է տարին 2 ամիս Դա ամենամեծ քանակն է աշխարհում։ Նույնիսկ Վրաստանում կողքին 1 ամիս է մշտի դատարկվում։ Մնացածը դա հանրության, պետական կառույցների, քաղաքական ուժերի բողոքների հիման վրա է։ Մենք տարվա մեջ նույնիսկ 5 բողոք չենք ստանում։ Ցանկացած խախտում, որը մենք գտնում ենք, մեր մշտի դատարկման արդյունքում է, բայց մենք առավոտից երկուն 24 ժամ չենք կարող ամեն ինչը տեսնել, հասկանում եք։ Հասարակությունը անտարբեր է, մամուլը անտարբեր է։ Մենք նույնիսկ դուք մտել եք մեր կայք։ Հա, այնտեղ տեսել եք այն կարմիր բաթանը, հա, կոճակը։ Գրած է, գրեք դիմում բողոք, այսինքն հիմա պետք չի երկարնամա գրել։ Տեսնում եք մի բան եթերում։ Սխմում եք վրան գրած է, որ հերոստան ոչ մեկ ոչինչ բան չի անում, բայց պարոն Նարեկը ասում է ես ինչ եմ պարտավոր անել։ Հանրությունն է պարտավոր հետևել բաների բովանդակությունը, հասկանում եք, հա։ Ես որպես մտնեմ այդ ձեր ասած կարմիր կոճակը դասեղմեմ եւ գրեմ, որ հանրային հեռուստաընկերությունը մեր Փաշինյանի Ֆեդերալից 10 Էլի հանրայինը։ Դուք ինչ եք անել։ Հանրայինը կարդացեք օրենքը։ Կարդացեք օրենքը։ Հանրային հեռարձակող խորհուրդը։ Եվ եթե դա խախտում է օրենքը, հասկանում եք, Էթիկական նորմերը այլ է, օրենքի խախտումը այլ է, ձեր դժգոհությունը այլ է։ Նույնիսկ անեք, եթե ոչ ամեն ինչն է մեր կողմից, եթե դա առերևույթ օրենքի խախտումը, բարեկամներ, ախր ազատությունը հիմնվում է նաև դրա վրա, որ որոշ բաներ մեզ կարա դուրս չգա, բայց մենք ստիպված ենք դրա հետ համակերպվել եւ ճաշակի, եւ քաղաքական ուղղվածության, հա, եւ տասնյակ բաների լիքը ցածրորակ հաղորդումներ կան Բայց մենք բան չենք, ճաշակի ոստիկանություն չենք, որպեսզի կարողանանք նկատողություն անենք շտկել, չկա այդ բանը, մենք հյուսիսային Կորեայի չենք բարեկամներ, մենք ճաշակի մասին չենք խոսում, դա որոշում է հեռուստադիտողը, որը այդ հեռուստածրագիրը նայում է կամ ոչ, այլ բան է, որ չենք ստանում բողոքներ, չենք ստանում Մենք այդ բանը կարմիր կոճակի գաղափարը որ եղավ, անցյալ տարի նոյեմբերն էր, մի տարի անցավ։ Մենք ստացել ենք 7 բողոք ընդամենը, որից 5-ը մեզ չէր բանանում, չէր վերաբերվում։ Իսկ մեկ ընդհանրապես խտրականության խնդիր էր, մեկին դուր չէր գալի, որ շատ գերմարդ է, ինչ որ հաղորդում վարում, օրինակի համար, հա։ Մենք այդ բանը քաղաքացիական մշակույթը, որպեսզի դառնանք հանրային հեռարձակողի ընկեր կամ մյուս ալիքների, կարողանանք ուղղորդել իրանց աշխատանքները, մեր տեսակետները ասել, մեր մոտ չկա Չկա, հասկանում եք, եւ ամեն ինչը Գներեք, բայց բան մի րոպե մի հատ այլ հարց գնեմ, ես հիշում եմ, որ դուք 5-րդ ալիքի, կարծեմ 5-րդ ալիքին դուք անեցիք մի ժամանակ Հայվանքի համար Չէ, Հայվանքի համար, որ լրատվականին շատ բան է հատկացրել ժամանականակը Բոլոր մենակ իրանց, չէ, լրատվականին Տեսեք, օրենքում բովանդակության իրենք Նարեկ, ես հիշում եմ, որ մոտ 3 տարի առաջ, երբ որ դուք ինձ այնց ուզում եք Հարցազրույց վերցնել, ես խորհրդվեցի մի քանի գիր կարդալ եւ մեր օրենքը։ Ճիշտ եմ, չէ, ճիշտ եմ։ Ուրեմն հարց տալուց Ձերը հստակ չէր հարցը, որտեղ դուք սխալ եք մեջբերում օրենքի պահանջը։ Օրենքի պահանջը հստակ ասում է, որ լրատվական հաղորդման մեջ մի թեմային նվիրված
ռեպորտաժը իրավունք ունի 25%-ից ավել լինի։ Ինչի է դարված։ Պարզա չէ, որպեսզի մի թեին դա արդեն լրատվական հաղորդում չի լինի, որպեսզի հաղորդման մեջ գոնե 4 թեմա լինի, եթե լրատվական։ Եթե դա խախտվում է, մենք բան ենք անում, վարույթ ենք բացում ընդհանրապես։ Այդ դեպքում օրինակ էլի հարցս հանրայինին է առնչվելու։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը 40 նույնը հանրայինին, նույնը հարցը թույլ տվեք տամ 40 րոպեանոց ելույթ է ունենում եւ լուրերի թողարկման ընթացքում 1 ժամանոց լուրերի թողարկման ընթացքում 40 րոպեն հատկացվում է դրան։ Դուք արդյոք վարույթ բացում եք։ Դուք արդյոք բողոքել եք, հա։ Ես ձեզ չեմ հավատում, որ 40 րոպե խոսացել եք։ Չեմ բան արել, բայց բացել եք։ Մի րոպե բացել եք, որտեղ մենք դա տեսել ենք։ Այս արակում ասում են, որ չեք տեսել, որտեղ չի եղել։ Եթե դուք տեսել եք, ուրեմն սրանց հետո կուղարկեք, հա, կուղարկեք, մենք հավատացում ենք ձեզ, որ մենք, հա, միջոցներ կձեռնարկենք, բայց տարբերությունը մյուս ալիքների եւ հանրային հեռարձակողի մեր արձագանքի Նարեկը գիտի Կիրակոսյան։ Մեր արձագանքի տարբերությունը հանրային հեռարձակողի խախտումների եւ այլ կանալների։ Դե, հա։ Դե ասեք, Եթե այլ կանալ է մենք իրավունք ունենք վարույթ բացենք, բայց ես հիմա բան չեմ, չէ, մեկնաբանող չեմ օրենք։ Իսկ 5 տարիքի դեպքում բողոքեր, տեսեք, եթե դուք եք դիտարկում։ Մենք ենք մշտապես բողոք համարյա չկա։ Տեսել ենք, ու մենակ, բայց մենակ 5-րդ տալիքն է, բարեկամներ։ 5-րդ տալիքը, եթե դուք համատեք այլ ալիքների մոտ, հա, հետ, դուք շատ չեք բան եղել, վարչական վարույթները ձեր վրա վերջի անգամ բացվել է 2 տարի առաջ։ Շատ լավ, իսկ մենք ասել հանրայինի համար, ասեմ, որ Հիմա հանրայինի համար, հանրայինը, երբ որ մենք խախտում ենք տեսնում, եւ դա օրենքի բացն է, մենք դրա մասին միշտ ասել ենք։ Մենք որևէ վարչական վարույթ իրավունք չունենք բացել, տուգանել իրավունք չունենք, մենք ընդհանրապես մեր տեսած խախտումը նամակով ուղարկում ենք հանրային հեռարձակողի խորհուրդ։ Այլ հեռարձակողների պարագայում մենք իրավունք ունենք, հա, ինչ որ պատիժներ, հա, կիրառել։ Այս պարագայում չունենք, սա է տարբերությունը, այսինքն նույնիսկ մենք եթե տեսնենք, որ վարչապետը իսկապես, հա, 25%-ը խախտել է, 25% խախտելը, ապա մենք ընդհանրեն դրա մասին կարող ենք հանրային հեռարձակողին գրել։ Բայց միջև մախի չեք ուղարկում։ Ես ինձ թվում էր մշտադիտարկում է անում հանձնաժողովը։ Հա, դե դրա համար եմ ասում, բայց ինչ եմ ասում, օրենքը կարդացեք եւ կտեսնեք, որ մենք 24 ժամ մշտադիտարկում աշխարհում տենց բան չկա, նույնիսկ ցերոն այդպիսի բան չի կարող անել, դրա համար մենք 1000 հոգի պարտի նստացնենք, հա, եւ դրանով զբաղվեն։ Օրենքը շատ կարևոր է իմանալ։ Մենք գործում ենք օրենսդրության սահմաններում։ Մեզ դուր գա, չգա, ինչ շատ բաներ ես ինձ ճաշակով մարդ եմ համարում եւ շատ հերոստանգերությունի բովանդակություն ինձ դուր չի գալիս, հա։ Բայց ես որևէ իրավունք չունեմ, հա միջամտեմ այդ հերոստանգերության կամ ռադիոընկերության խմբագրական քաղաքականությունը։ Վատն էլ էլի տասնյակ անգամ ասել եմ, որևէ անգամ դուք ծանոթացել եք մեր տարեկան հաղորդումների բովանդակությանը։ Կարծում եմ ոչ։ Մենք միշտ գրում ենք այդ խնդիրների մասին։ Այն ինչ օրենսդրության փոփոխությունները արել են մեր հերոստանգերությունների հետ, դա ճգնաժամային իրավիճակի է բերել։ Որտեւ երբ որ 20 թվականին հերոստանգերությունները լիցենզավորվել են մեր կողմից վերջի անգամ, հա, նրանք տվել են իրենց պայմանները, հա, իրենց առաջարկները կամ իրենց կատարելիք բովանդակությունը եւ հաշվարկել են այն բյուջեն, որի միջոցով նրանք կարող են կատարել իրենց վրա վերցրած պարտավորությունները լիցենզավորված կազմակերպությունների համար շատ են 20% հանրօգուտ հաղորդումներ մեծ մասը պետք է հայերեն թարգմանված լինի նրանք պիտի պաշտպանեն հեղինակային իրավունքը եւ այլն հա այն ինչը չեն անում օրինակ on-line հարթակները տեսահոլովական ծառայության եւ դրանից հետո եւ հաշարկել են որ կստանան այսքան բյուջե որով կկարողանան կատարել իրենց պարտականությունները դրանից հետո ազգային ժողովը արգելում է եւ ճիշտ է անում արգելում է շահումով խաղերի գովազդը հետո գազավորված օրինակ բաների ըմպելիքների հետո մեկը հետո մյուսը հետո երրորդը հետո հինգերորդը հետո ասում գիտես դու ամեն ինչը ժեստերի լեզվով պետք է թարգմանես խոցելի խավերի համար այսինքն բովանդակության պատրաստումը թանկանում է եկամուտները իջնում են այս պարագայում պետությունը ճիշտ որոշումներ ընդունելով իհարկե շահումով խաղերը չպետք է լինեն ինչպես ալկոհոլը ինչպես խմիչքները նրանք նաև պետք է մտածեին այն հա օգնությունը օժանդակությունը որը այս վիճակին հերոստանգերություններ չէր հասցնել եւ ես ձեզ ասեմ ընդհանուր հերոստարադիոընկերության գովազդային եկամուտները վերջին 10 տարվա ընթացքում 2 անգամ կրճատվել են ինֆլյացիան չհասվեց դուք պատկերացնում եք ինչպես են այդ հերոստանգերությունները կարողանալու ստեղծել հանրօգուտ կոնտենտ գնել որակյալ
արտադրություն դրսից, դա շատ դժվար է։ Սա շատ ավելի մեծ կարևոր խնդիր է, քան թե մաներմուններ էս թվեց այս 40 րոպե խոսած, որտեվ ընդհանուր մեդիա դաշտի ճգնաժամ է այսօր գնում։ Տիկնայք եւ պարոնայք։ Օրինակ 5-րդն տակտիկ ֆիլմեր է։ Իհարկե, իսկ ես տասնյակ անգամ ասել եմ եւ ղեկավարությունն էլ գիտի, հա։ Լավ գեղարվեստական ֆիլմեր, լավ թարգմանություն եւ դա գնահատվում է։ 5-րդ տարիքում չէր գնահատվում այն ինչը կապված էր օրենքի հետ։ Էլի եմ կրկնում, եթե դա չկա, 2 տարի ասում եմ, որովե մեկը բացի գովասանքից 5-րդ տարիքի մասին բաց չխոսացել, անկախ որովե մեկին դուր կգա բովանդակությունը, թե ոչ։ Հիմա դուք որպես օրինակ հերոստատիտող, երբ Ես հերոստատիտող չեմ, Նարեկ ջան, ես չեմ նայում հերոստատիտող։ հերոստացույց չեք նայում։ Բացարձակ ոչ։ Չեմ նայում։ Ափսոս, Չեմ նայում, ես վաղուց չեմ նայում, ես բուհից չեմ նայում։ Մոսկվայում իմ դասախոսները ինձ սովորացրեցին հերոստացույց չնայել։ Իհարկե, ես գիտեմ, որ ինձ պաշտոնում չեմ, ազգային ժողովին ասեք։ կներեք, մի րոպե։ Հա, ձեր տանն էլ չկա, դե տեսեք հա։ Բայց հերոստացույց չնալով ես մի քանի անգամ այս հարցին պատասխանել եմ, ես բոլորից ավելի լավ գիտեմ ինչա կատարվում այդ բնակավարում, որտեվ ամեն օր ես տանում եմ այն տեղեկատվությունը, որ ինձ անհրաժեշտ է իմ պարտականությունները կատարելու համար։ Մտածեք, դուք ամեն դեպքում հերոստացույց չունեցող հերոստատիտող։ Այո։ Երբ որ օրինակ հերոստացույց ունենայիք եւ միացնեիք, տեսնենք լրատվական ալիքը հանրային հերարձակում է։ Դա ինձ ամենական պարտականությունը չի, չեմ նայել ու Հովանավանքում պատարակը, բայց օրինակ կաթողիկոսի մատուցման պատարակը չի հերարձակվում։ Էլի նույն հարցն եք տալի, որը մեր Ձեզ մոտ ինչ հարց է առաջանում։ Իմ հարցերը անձնական, ձեզ չպետք է հետաքրքրի։ Ես այստեղ ելույթ եմ ունենում, որպես հանձնաժողովի նախագահ, եւ հանձնաժողովը այդպիսի, հա, գործառույթներ չունի։ Դրանից ավելի ինչ ասեմ։ Շնորհակալություն ձեզ, հա։ Վերջի հարցը, որտեղ դուք մնացիք, հա։ Հա։ Մասին։ Ձեր մեյլը կտակ, ես ձեզ կուղարկեմ, բարի։ Հա, ես իմ ամեն ինչ չեմ հիշի։ Հա, իմ հիշողությունը, հա, ընտրեմ։ Ահա։ Պարզելով, որ Հայաստանում ընտրությունների հանրապետական Ահա։ ակտիվ հավաքարարություն է իրականացնում ընդդեմ իշխանությունների, որպես մասնակից ինչ որ հանրության համացանցից Ես հասկացի, սա լրջագույն խնդիր է, որոշ բաներ բխում է, որտեղ մենք կարգավորում ենք նաև այն հաղորդումները, որոնք վերահերձակում են եւ ունեն, հա, օտար երկրի ծագում, որոնք մեծ մասով, հա, սպառնալիք են Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար։ Բայց սա ոչ միայն ռուսական, ինչի ռուսական, հա, նաև մի մասով ռուսական, հա, նաև ախր բանը միայն քաղաքական ազդեցությունները չեն։ Վատ որակի հեռուստասերիալը, վատ որակի, հա, այլ արժեքային համակարգ թելադրող ինքը եւս վտանգ է, բայց մեր կողմից չզգացվող։ Այսինքն այդ հիբրիդային պատերազմների վտանգը ինքը շատ ծավալուն եւ մեծ թեմա է եւ մենք դրանով փորձում ենք զբաղվել, հա։ Գործիքները տասնյակ գործիքներ են, օրինակ Եվրոպայում բավականին լուրջ ակտեր են ընդունել, եւ Digital Act-ն է, եւ տարբեր AI-ի մասին ակտն է, որտեղ մենք արհեստական բանականության վտանգների մասին դեռ նույնիսկ պատկերացում չունենք, որտեղ իրենց կողմից արհեստական բանականության գործիքակազմով ստեղծված deepfake, հա, այդ տեսլասողական բովանդակությունը ինքը կարող քանդի ամբողջ երկիրը, որտեղ մեր մոտ դյուրահավատ շատ մեծ մեդիագրագիտություն չունեցող հասարակություն ունենք, հա, որը կարող է հավատալ ամեն մի հիմարությանը, որը կարող է ստեղծվել արհեստական բանականության գործիքակազմի շնորհիվ։ Բայց սա նորից եմ կրկնում, առանձին եւ լրջագույն թեմա է, եւ շողակաթից եւ հանրայինից հետո չեմ կարծում, որ շատերին այստեղ հետաքրքրում է, որտեղ դա բարդ եւ լուրջ թեմա է։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ